Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Մեր ավերն ընդունելու համար։ Դուք նախորդ տարվա ընթացքում տարբեր առիթներով մեր հանրության լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել եք հանրության լայն զանգվածի աղքատության հանգամանքի վրա 100,000-ավոր մարդիկ տարական հարցեր լուծելու խնդիրներ ունեն, մարդիկ սոված են քնում, մարդիկ դեղորայքներ գնելու հնարավորություն չունեն, հա։ Բայց ինձ մոտ ստեղծվել է տպավորություն, որ մենք եւ լրատվամիջոցները մեծ մասամբ, հա, եւ քաղաքական գործիչները ապրում են սոցիալական առումով կեղծ Հայաստան, այսինքն այն մարդիկ, որոնք խնդիրներ ունեն, տեսանելի չեն եւ ցավոք սրտի եւ մեդիաներում եւ քաղաքական խոսույթում, եւ դա հատկապես տեսանելի դարձավ, երբ իշխանությունները որոշեցին իրենց պարգևատրել միլիոնավոր դրամներով, հա, մինչեւ 18 միլիոն դրամ պարգևատրում ա եղել Նիկոլ Փաշինյանի դեմքով եւ սա խոսում է ինչի մասին, որ իշխանությունը իր հերթին լրիվ կտրվել է իրականությունից, հա։ 7-8 միլիոն դրամ ստացող նախարարը ասում է դե նա թոշակառուներին էլ մենք քեշբեքի հնարավորություն ենք տալիս 3-4 հազար դրամ։ Ձեր գնահատմամբ ինչպես է հասարակությունը ընկալում այս թանկացումների սոցիալապես վատ իրավիճակի ֆոնին իշխանությանը շռայլությունները։ Աղքատությունը շարունակում մնալ Հայաստանի կարևորագույն, հա, ասել ռազմավարական խնդիրներից մեկը, որովհետև ինքը ոչ թե զուտ տենց սոցիալ-տնտեսական կամ վիճակագրական երևույթ է, ինքը ծանր պատճառահետևանքային կապ է։ Տասնամյակներով այս կուտակված աղքատությունը, հաճախ նաև ասում եմ, այդ աղքատության ժառանգականություն, որտեղ ընտանիքներ կան, որ աղքատ են եղել, հիմա երեխաներ ունեն էլի աղքատ, որը անդրադառնում է բոլոր ոլորտների վրա, հա, կրթություն, առողջապահություն, կրթությունից հետո տնտեսություն, անվտանգությունը, մենք ունենում ենք մի հասարակություն, որը մրցունակ չի դառնում, որովհետև որ 1/4-ը աղքատ է, ընդ որում սա պաշտոնական տվյալներով, ու պաշտոնական տվյալներով նկատի ունեմ այն մեթոդաբանությունը, որը կա, իշխանությունն է դրել է։ Կա ընդունված մեթոդաբանություն է, որտեղ այդ ծախսերի կամ եկամուտների այդ միջինացված թիվն են վերցնում, որովհետև սպառողական նվազագույն զամբյուղը եթե վերցնում ենք 82,000 դրամ, եթե այդ շեմով են գնում, դա արդեն մոտ 2 անգամ էլ մի բան էլ ավելի, մոտ 60%-ի չափ է լինում, որ մարդիկ սպառողական նվազագույն զամբյուղից քիչ եկամուտ են կարողանում վաստակել։ Դեպաբար այդ տեսանկյունից շատ ծանր է վիճակը եւ հասարակության բոլոր շերտերում, հա, բոլոր բնակավայրերում, այնպես չտենց Երևանը տարբերվում է այդ մասով, բոլորի շրջապատում, հա, բարեկամներ, հարևաններ, ընկերներ, ցավոք նման ընտանիքներ կան, իսկ աղքատ ընտանիքը սկսում է ստանալ վատ կրթություն, վատ առողջապահություն ու գնալով ինքը անդրադառնում է ամբողջ հասարակության վրա։ Ինչ վերաբերում է իշխանության կողմից այս պարգևավճարն ստանալուն, այս այդպես խայտառակություն ասելը մեղմ է, ընդ որում դրա մասին հələ մի հատ է գլուխ գովան, փոխանակ գետինը մտնե։ Արդյոք այն մի ծայրահեղությունն էլ, հա, այդպես մի դրամով կաշխատենք, այդ էլ մի ծայրահեղություն է, այսինքն այս երկու ծայրահեղությունները միշտ բերում են նրան, որ այս խոսակցությունները մնում են ուղղակի տենց ինչ-որ քաղաքական կամ մեդիա տիրույթում։ Իսկ պետական պաշտոնյան արդյոք պետք է ստանա բարձր աշխատավարձ։ Այո, բայց պետական պաշտոնյան պետք է ստանա բարձր աշխատավարձ բացառապես այն դեպքում, երբ իր պարտականությունները կատարում է։ Հիմա խոսում են, թե մենք էս ենք արել, հիմա նույն մասնավորի օրինակը բերենք։ Այդ պետական պաշտոնյան կամ մասնավորը, որ աշխատում է, պարգևավճար երբ է ստանում, երբ որ, այսպես ասած, պլանը գերակատարում ես։ Հիմա այս մարդիկ 21 թվականին խոստացել էին, որ աղքատությունը 26%-ից պետք է դառնա 13%։ Հիմա 23%։ Իսկ այս մարդիկ իրենց խոստումը, երբ որ մարդը խոստումը չի կատարում աշխատողը իր պարտագործից, ազատում են։
Ոչ թե մի բան է Փաշինյանն ինքն է պարգևատրում։ ասել, ասել մենք 7 տարի նույն դասարանում ենք։ Հիմա առաջի դասարանում մնացողին 7 տարի առաջի դասարանում մնացողին ինձ թվում է Գովասանագիր դասը։ դպրոցից հանում են, որովհետև չեմ կարծում, որ 8-րդ տարում հələ մտածում են, որ կարող է մի հատ էլ թողենք, էլի առաջի դասարանում կարող է տեղափոխվի երկրորդ դասարան։ Այն ինչ որ անում են այս իշխանությունները այդ պարգևավճարների մասը, խայտարակություն է, այդպես մանիպուլյացիա, դե լավ, հիմա ասենք էս դա սկսում են, չէ՞, դե այս 18 միլիոն դրամը կամ 20 միլիոն դրամ, այդպես 6 դրամ կհասնի ամեն թոշակառուի։ Էդ էլ է սխալ մոտեցում, որովհետև ոչ մեկ չի ասում, տես թոշակները մի օրում կարելի է սարքել 500,000 դրամ, բայց այդ քայլ առ քայլ պետք է գնալ, հազարատ սոցիալական խնդիրներ կան ու հազարատ ծախսեր կան անիմաստ, որ փոքր-փոքր կարելի է կարգավորել։ Պարոն Արաքելյան, դուք ասում եք պիտի նախարարները լավ վճարվեն, ես համաձայն եմ դες հետ պետական պաշտոնյաներ, բայց արդյոք 1.5 միլիոն դրամը Հայաստանի պայմաններում լավ վճար չի։ Չէ, ես նկատի ունեմ պետքա լավ վճարեն, եթե, այստեղ կարևոր է, եթե Հա, եթե իմաստին դեռ եթե խոսենք, դու չունես, բայց եթե անգամ, ասենք, Չէ, լավ է, ասենք զուտ աշխատավարձը Հայաստանում 1.5 միլիոն դրամ ստացող արդյոք շատ բարձր աշխատավարձ է, որովհետև նույն միջին աշխատավարձը 300,000 է, որում կեղտոտ մոտ 250,000 դրամ, այսինքն միջին աշխատավարձից 6 անգամ ավել աշխատավարձ է 1.5 միլիոնը, բայց սա էլ է շատ անընդունել։ Այդ 1.5 միլիոնը, որ ամեն ամիս ստանում են, այնքան սենց չեն կարողանում ներկայացնել, բայց եթե տենց ազնիվ դուք պետքա ստանաք այդ 1.5 միլիոնը, ինչի օրենքով չեք սարքում 1.5 միլիոն։ Օրենքով նախարարի աշխատավարձը մոտ 500 թե 600,000 չեմ հիշում, այն մնացած ավել մասը ամեն ամիս հավելավճար է։ հա, փնթի մի հատ Որովհետև որոշումով պիտի այդ պարագայում նվազագույն աշխատավարձը բարձրացնեն։ հելը կասեք, Ժորժ, մենք ձեր աշխատավարձը չենք ուզում բարձրացնել։ Նայեք, այդտեղ շատ կարևոր բան ենք ասում։ Հաճախ ասում ենք, որ եկեք կապեք ցուցանիշին։ Օրինակ ասեք նախարարի աշխատավարձը պետքա լինի, չասեմ, նվազագույն թոշակից 10 անգամ ավել։ Այսինքն որ կառավարությունը շահագրգռված է լինում, որ ուզում եք ստանալ 5 միլիոն, ուրեմն նվազագույն թոշակը սարքեք 500,000, այդ կապը պետքա լինի։ Պետք է կապը լինի նվազագույն աշխատավարձ։ Այսինքն նախարարի աշխատավարձը, ասենք նվազագույն աշխատավարձի, ասենք 10 պատիկն է, բայց ոչ թե 30-40 պատիկը։ Երբ որ դու դնում ես քո աշխատավարձը կապում ես այն ցուցանիշների հետ, որը վերաբերում է բնակչությանը, այդտեղ երկկողմանի մոտիվացիա է դառնում։ Մարդն էլ ասում է, նայեք, մեր աշխատավարձը 5 անգամ բարձրացրել են, արդար է որ իրանցն է բարձրանա կամ մեր թոշակը բարձրացնել են, բայց երբ որ այդ կապը խզվում է, ընդ որում Հայաստանը այդ մասով էլ լուրջ խնդիր ունի։ Խնդիրը ոչ միայն աղքատությունն է։ Հիմա կարանք ասենք, դե ռեսուրսների տարբեր կան, չէ՞, աշխարհում աղքատ երկրներ։ Մեր մոտ շատ լուրջ խնդիր է եկամուտների բևեռացումը։ Այսինքն մեր մոտ կան աղքատներ ու մեկ կան ծայրահեղ հարուստներ։ Այսինքն ամենահարուստ մի տոկոսը ու ամենաաղքատ մի տոկոսը կամ 10%, այսինքն այդ եկամուտների բևեռացումն է մեր ամենալուրջ խնդիրը։ Պարոն Արաքելյան։ Ու կնեք, այս համակարգը, երբ որ դու այս ձևով տնտեսություն ու սոցիալական քաղաքականություն ես վարում, հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատ։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում վճարների մասին, բարձր վճարների մասին խոսելիս, ասում է, քանի որ Հայաստան մեծ փողեր են գալու, մենք շատ բարձր վարձատրություն ենք տալիս նախարարներին, որ իրենց աչքը չքաշի կաշառք վերցնեն։ Այսինքն գլխանց կաշառում են պաշտոնյաներին, որպեսզի նրանք ուրիշներից կաշառք չվերցնեն, բայց այստեղ ուրիշ հարց է առաջանում։ Դե այդ պարագայում ուրեմն եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում կաշառքի համար մարդ չպիտի նստած լիներ։ Կոռուպցիայի համար մարդ պիտի նստած չլիներ, որովհետև այդ երկրներում արդեն այն գլխից բարձր աշխատավարձ կա, բայց կա նաև մեծ փողեր ու կան նաև մեծ փողերի համար նստած պաշտոնյաներ։ Այսինքն սա դեմագոգիա է, այսինքն նախ այդ կաշառակերության համար չի կարելի բերել այ մոտիվացիա կաշառակերության համար պետք է դու մեխանիզմներ դնես նախարարների կամ աշխատանքի իր ֆունկցիաների վրա, առավել եւս որ այդ իր ասած մեծ փողերը հաստատ այդ իրանց 6-7 միլիոն դրամ պարգևավճարներից շատ ավելի մեծ է, միլիոնների մասին է խոսքը, շատ էլ լավ ծաղկում է կոռուպցիան այսօր տարբեր մակարդակներում, մի մասի նկատմամբ նաև իշխանությունն է մատուցում, չէ, այսօր ավելի շատ քրեական գործեր երևի ներկա իշխանության ներկայացուցիչների դեմ կա, քան նախորդ կոռուպցիոն սկանդալների մասով, էլ չասած նաև են ներքևի մասում, ՊԵԿ-ի աշխատողներ, այսինքն համակարգները, երբ որ դու դնում ես, այդտեղ էլ կապ չունի, հիմա աշխատողը 100,000 է ստանում, թե 10 միլիոն կաշառք վերցնողը կվերցնի, իսկ եթե դու կարող ես մեխանիզմներ դնես, մոտիվացիան այն չի։ Այո, պետք է ինչ-որ էլի եմ ասում նորմալ վարձատրվի, բայց այդ նորմալ վարձատրությունը չի կարող վերաբերվի կառավարությանը։ Նորմալ վարձատրությունը պետք է վերաբերվի երկրին։ Իսկ քո երկրում եթե նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է, նվազագույն թոշակը 36,000 դրամ, այդտեղ չի կարող խոսք գնա պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձի մասին։ Եկեք վերցնենք համեմատենք այդ մյուս երկրներում։ Այս վերջերս մի հատ հետաքրքիր բան կար, կհիշեք։ Նիկոլ Փաշինյանի մեքենայի համարանիշը որտեղ փոխեցին։ Եվրոպական ստանդարտ։ Հա, կառավարության
հիմնավորումն եմ կարդում կառավարության որոշման նախագծի, գրած է, որ վերցրել է Իսլանդիայի ու Շվեդիայի մոդելը։ Բառացի կառավարության որոշմանը գրած է Իսլանդիայում, Շվեդիայում սենց է, այս մեկը գրած։ Բայց եկեք այն մնացածն եկեք այդ թոշակներն է Իսլանդիայի, Շվեդիայի մոդելը վերցրեք, դրա համար աշխատավարձն է փող չկա, վերցրեք, դրա էլի, բայց այդ համարը Իսլանդիան, Շվեդիան հիշում եք, բայց երբ որ խոսքը վերաբերում է աշխատավարձին, թոշակին, դե մենք տենց հələ նոր զարգացող երկիր ենք։ Դե չեն ուզեցել գրել, որ Դուբայի շեխերի օրինակն են վերցրել Իսլանդիայի անունն են տալիս, որ դրամատուրգները։ Մի բան գրեք այդպես։ Այո, բան Արաքելյան, տեսեք, այս մարտիկ ինչ են ասում են մասնագետները, եթե բարձր աշխատավարձ չստանան, նրանք փախնեն մասնավոր ոլորտ, որտեղ այնտեղ շատ բարձր են վճարում։ Դուք վաղուց եք ճանաչում ԿՊԱ-ականներին։ Այնտեղ մինչև 2018-ը կային մասնավոր ոլորտում, գոնե շատ էին նրանց թիվը, որոնք ասենք ունես թվեր էին ստանում, էլի ուղղակի զողողություն են արել, եկել են կառավարություն։ Այդ մասովային օրը տենց մտեն կենսագրություններով էին անցնում, երևի այդ ամբողջ կառավարություն ազգային ժողով վերցնես ԿՊԱ-ականներին, բացի 2-3 հոգու կենսագրությունը վիզիտքի չափ է, անազգանում պաշտպանել է։ Նորմալ կենսագրություն ունեցողները ԿՊ-հետ կապ չեն ունեցել։ Ի սկզբանե էլի։ Եթե հա, կան մի երկու հոգի ինչ որ մասնավոր ոլորտում աշխատել են, բայց մասնավոր ոլորտում աշխատել ու բարձր աշխատավարձ ստանալը դեռ չի նշանակում, որ տես նախարար կամ բարձր պաշտոն կարող են զբաղեցնել, իհարկե չկա, ես վստահ եմ, որ նաև լրագրողները բազմիցս այդ ուսումնասիրությունները արել են հայտարարագրման տեսանկյունից, այսօրվա ԿՊԱ-ականների 90, նույնիսկ 99%-ի աշխատավարձը, նույնիսկ պարգևավճարը չեմ ասում, են ստանդարտ մոտ 5-600 հազար դրամ պատգամավորի կամ նախարարի աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան իրանք 18 թվին ստացել են, որովհետև միշտ 5-600 հազարը զրոյից բարձր է։ Ժողովրդական մի խոսք կա, չէ, որ ասում են շատ են տեսնում հաբրգում են։ Այս իշխանությունը արդեն տպավորություն է, որ հաբրգել են։ Իրենց հետաքրքիր չի արդեն ժողովրդի տեսակետը, որովհետև միայն հաբրգած իշխանությունը կարող է իր 7 միլիոն դրամ պարգևավճարի կողքին դնել թոշակառուի 2-3 հազար դրամ, ասենք հետ վճարը են էլ ոչ բոլորն են կարողանում ստանալ հասկանալի պատճառներով, դա մի 10 անգամ բացատրել են երևի։ Ինչ է տեղ ունեցել իշխանությունը։ Որում դրա մասին կա, չէ, որ դե տենց հասկանում ենք, բայց դեռ նենց է մի հատ ասում են, որ լավ ենք արել ստացել ենք, ձեր աշնե հանել ենք, էլի, հələ մի հատ վաղը մի 8 միլիոն է վաղն ենք ստանալու։ Իսկ այստեղ ոչ միայն այդ պարգևավճար ստանալու փաստն է, դրա մատուցում է, էլի, հələ որ միջև էսը պիտի ստանայինք։ Հա խոսում են, չէ, տենց խաղացում ենք բերե պարգևավճար ենք ստանում, այսինքն Արցախը հանձնելու համար մարդիկ պարգևավճար են ստանում փաստացի։ Հա, իրանց վարկագիծը վերջին տարիներին կտրուկ փոխվել է, ցավոք պետք է արձանագրենք, այն աղետը, որ բերեցին երկրի գլխին ու դրանից հետո շարունակում են մնալ իշխանության նաև ընդդիմության մեղմ ասած ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով, այդ մարդիկ լկտիացել են, որ եթե մենք կարողացանք Արցախը հանձնենք, երկիրը բերենք սենց աղետի մարսեցինք, ասենք ես 7 միլիոն պրեմիայի համար ինչ գալու են մեզ այս կաբինետներից դուրս շփրտան, իհարկե չէ, այսինքն այն ինչ որ արեցին այս տարիների ընթացքում, այս հա տենց հա մի հատ երկու հոգի կոմենտ կգրի, կանցնի կգնա, ու իրանք էլ իրենց համարում են, որ լավ են աշխատել, հալալ է իրանց, հիմա ստանում են պարգևավճար, բայց շատ հաճախ իշխանության կորուստը հենց հասնում այն բան, երբ որ արդեն այնքան են իրականությունից կտրվում ու սենց փոքր բաները հասարակությանը կարող է ավելի մեծ ներվայնացնել, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կուտակվում է, ինչպես նախկինում է եղել, բայց փոքր կուտակումները թվում է թե մի հատ պարգևավճար է, մի հատ թոշակի նկատմամբ սխալ խոսքը, աղքատություն եւ այլն են մեծ խնդիրներից բացի, բայց ես մի օր հաստատ տրակելու է ու վստահ եմ, որ ընտրությունների ժամանակ այս կուտակված այս վերաբերմունքը հասարակության, որովհետեւ երբ որ կան խնդիրներ, որոնք օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով, ասենք հասարակության հետ կապ չունեն կամ ասում են դե լավ էս մեծ քաղաքականությունն է, բայց երբ որ մարդը տեսնում է, որ ինքը տենց հացի փող չունի, պարտքով է ապրում ու մեկը լկտիաբար իր պարգևավճարներից է խոսում, դրա նկատմամբ հասարակության բացասական ընկալում է ինչքան է համարենք, որ այն արժեքը չունի, ինչ որ պիտի ունենար ենթադրենք Արցախի կորուստը, բայց շատ հաճախ այդ ամեն ինչ են որ կուտակվում մարդկանց մոտ միանշանակ բացասական ընկալում է տալու, որը իշխանությունների նկատմամբ պատասխանը հաստատ ցույց են տալու։ Գանք ընդդիմությանը, դուք էլ ընդդիմադիր կուսակցության համահիմնադիրներից մեկն եք, ընդդիմադիր կուսակցություններից մեկը եւ ըստ մամուլի նաեւ քննարկումների մեջ կա։ Ընդդիմությունը ինչ շանսեր ունի։ Ընդդիմությունը արդյոք գործընթացին, սպասող ընտրական process-ին մոտենում է ամենայն լրջությամբ, իր խորքերով, շերտերով, որովհետեւ մենք տեսնում ենք, չէ՞, արդեն երկրորդ այսպես արտաքին քաղաքական միջամտությունը տեղ ունեցավ։ Հական Ֆիդանը դրանից առաջ Կայա Կալասներ հայտարարում եւ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարը շատ ուղիղ հայտարարեց, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի
վարած քաղաքականությանը եւ դիվանագիտական լեզվով ասած որ դա պիտի Նիկոլ Փաշինյանը պիտի մնա իշխանության, ասելով որ այդ քաղաքականությունը պիտի շարունակվի։ Ընդդիմության դե տարբեր թևեր ուժեր կան, կարող եմ ասել մենք ընտրությունների կարևորությունը միշտ բարձր են գնահատել, ամենայն հարգանքով միջև այսօր տեղի ունեցած ոչ ընտրական գործընթացներին, ավելի շատ վստահություն ենք ունեցել, որ ընտրություններն են ամենահավանական մեխանիզմը, որով կարելի է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Այդ տրամաբանությամբ այս ընտրությունը մեր համար բնական հանգուցակետերից մեկն է կարևորագույն։ Ունենք խորհրդակցումներ որոշ ուժերի հետ, այս բանի զերծ կմնամ ասել, քանի որ դեռ ամբողջական չէ, եւ կարծում ենք, որ ընդդիմությունը մի քանի բևեռով մասնակցելու պարագայում կունենա լավագույն արդյունավետությունը, որոշ ընդդիմադիր գործիչներ կան, մարդիկ, որ տենց ընդդիմության միասնական միավորման մեկ թիմով Դա մասնակցելու հնարավոր տարբերակ գաղափար են տալի։ Այդ տեսը քաղաքականության մի կարևոր սկզբունք պետք է որդեգրեն առավելևս ընդդիմադիրները։ Հասարակությանը չհրամցնեն ակնհայտ միֆեր։ Այսինքն բաներ կան, որոնք անհնար են։ Հիմա նույնիսկ դրա արդյունավետությունը դնենք մի կողմ, հա։ Հիմա արդյոք եթե ընդդիմությունը կմիավորվի մեկ միասնական ճակատով կմասնակցի, եթե դրա հավանականությունը ձգտում է 0-ի, այս պահին օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով, որը տենց է, բոլորս է գիտենք, սկսած հակասություններ, հիմա այլ կարևոր հիմնավորումները չասենք, որ հազարատ ռիսկեր կա, հա, եւ գաղափարական, եւ տարբեր մարտավարական, որ այդ համագործակցությունը հաջորդ օրվանից կարա քարուքան դանի պետություն։ Այդ դնում ենք մի կողմ։ Բայց եթե դու գիտես, որ դա անհնար է, չէ, դրա հավանականությունը 0 է, այսինքն այդ ուղղությամբ 0-ական աշխատանքա տարվում, եթե տարվել է, արժանացել է մեծ դիմադրության։ Երբ որ դու այդ թեզը հրամցնում ես հասարակությանը, հասարակության մոտ ձևավորում ես սպասում, ու երբ որ այդ տեղի չի ունենում, հասարակությունը գնում է հերթական հիասթափության։ Այս մոտավորապես այն է, որ ասա մի ամսից իշխանապողություն ալնում, մի շաբաթից իշխանապողություն ալնում, ու երբ որ հետո գալիս է մի ուժ, որը այդ process-ի հետ կապ չունի, հասարակությունը ասում է, դե ձեր նմանը եկել էին մեծ-մեծ խոսում են։ Հիմա հասարակությունը պետք է հստակ ունենա այն պատկերը, ինչը որ կարա տեղի ունենա։ Ընդդիմության ամբողջական ճակատով գնալու միֆը ծառայում է բացառապես իշխանություններին, ովքեր այդ թեզն են առաջ տանում, քանի որ դա բերում է հասարակության մոտ հիասթափություն։ Ընդդիմության մոտ կան ակնհայտ մի քանի բևեռներ, որոնք ունեն որոշակի գաղափարական տարբերություններ, որը նորմալ է։ Նաև սրանով հասարակությունը կարա կատարի ընտրություն, որովհետև քաղաքական ուժերի մեծ մասի մոտ կա բավականին մեծ հակառեցինք։ Այսինքն մարդը այս ուժին չի ընտրում։ Երբ որ դու գնում ես մի ճակատով, մարդկանց բերում ես ասում են, հա ես քեզ ընտրում եի, բայց եթե դու այս թիմի մեջ ես, ես քեզ չեմ ընտրելու։ Դրա համար ինչ պետք է անի ընդդիմությունը։ Դա ընդդիմադիր մի քանի մեծ բևեռների հնարավորություն է։ Այսինքն ընտրությունը, երբ որ դու դնում ես Նիկոլ Փաշինյանի մեկի ընդդիմության մեջ, շատերը ասում են, դե լավ, թող Նիկոլ Փաշինյանը մնա։ Ընտրությունը պետք է անենք ընդդիմության մեջ։ Այսինքն ժողովուրդը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի չընտրելը արդեն փաստ է։ Ու անընդհատ այդ որ հարցը տալիս, ասում է, բա ում ընտրենք, այդ բաում ընտրելու տարբերակները 4-5 տարբերակ դու պիտի տաս, որ մարդը ընտրություն կատարի ընդդիմության ներսում, ոչ թե ընդդիմության եւ իշխանության միջեւ, որտեղ հասարակության ճնշող մասը Նիկոլ Փաշինյանին նաեւ ընտրում է, Նիկոլ Փաշինյանի ընտրողների ճնշող մասը, որովհետեւ վախում է անորոշությունից, վախում է ինչ-որ նախկինների վերադարձից։ Մի մասը կողմ է, մի մասը դեմ է։ Հետևաբար, երբ որ մենք կարողանանք որպես ընդդիմության տարբեր բևեռներ նաեւ կոչ անելով մեր գործընկերներին, ունենալով նաև հակասություններ, եկեք հենց այդ հակասություններն էլ նորմալ քաղաքական տեսանկյունից ներկայացնենք հանրության, ասենք Ժորժ ջան, 3-4 առաջարկ ունենք քաղաքական։ Այս մարդիկ սենց են պատկերացնում երկրի ապագան, այս մարդիկ սենց, այս մարդիկ արտաքին սենց կողմնորոշում ունեն, տնտեսական սենց կողմնորոշում։ Հասարակությունը, երբ որ ընդդիմության մեջ ընտրություն է կատարում, դրա հավանականությունը իշխանափոխության շատ ավելի մեծ է, ու նաև շատ կարևոր բան կա, որ բոլոր են քաղաքական ուժերը, ովքեր այս պահին գոնե ռեալ տեսնում են, որ շեմը հաղթահարելու խնդիր ունեն, մեծ կարևորություն կա, որ այդ ուժերը իրենց ամբիցիաները դնեն մի կողմ, հասկանան, որ հիմա այս բան չունեն այդ ռեսուրսները շեմը հաղթահարելու կամ իշխանապողություն անելու, ոչ մեկ չի փնովում կամ ասում, «Ա դե լավ, դուք ինչ ուժ եք», հա, հիմա մենք էլ ենք մեր շանսերը ռեալ գնահատում ու գնում ենք համագործակցության, տենց կարելի է մեծ-մեծ խոսալ, վերջում տենց երբ որ գումարում ես, պարզվում է ընտրություններին մոտ մի 4-500% ձայն է հավաքվում, բայց վերջում շատերը չեն հավաքում։ Եկեք այդ ամբիցիաները դրեք մի կողմ, դաշտում բազմաթիվ ուժեր կան, բևեռներ են ձևավորվում, այդ 3-4 բևեռով եթե մենք գնանք ընտրության, իսկ այն փոքր ուժերն էլ ինչ որ ձևով աջակցեն, համագործակցեն այդ ուժերի հետ, մենք պատրաստ ենք, մենք ամեն օր բառացիորեն ամեն օր այդ բանակցությունների մեջ ենք, տարբեր ֆորմատներով, տարբեր ուժերի հետ մեր ամբիցիաները դնելով մի կողմ, որովհետև
խնդիրը շատ ավելի ծանր է։ Եթե լիներ նորմալ քաղաքական դաշտ, պետությունը արտաքին sense մարտահրավերների առաջ չկանգներ, կարելի էր ասել դե լավ ընտրություն է, հիմա այս անգամ չի ստացվի, մյուս անգամ կստացվի, բայց սա փողոցում միտինգ անել չի, որ այսօր մարդ չհավաքվի, մի հատ մի շաբաթից փորձենք։ 26 թվականի ընտրությունները պռավալ տալը ու դրանից հետո գնալ 31 թվի ընտրությունների մասին մտածել, հələ հայտնի չի թե 31 թվի ընտրություններին Հայաստանի ընտրատարածքներից քանիսը կմնան։ Հասկանալի։ Դուք դրա շանսը տեսնում եք, որ ձեր պատկերացած Այդ սցենարը մենք տեսնում ենք, այո, հավանական, որ այդ մոտ 3-4 պայմանական, հա, միջև 5 բևեր ազդեցիկ, որոնք հնարավորություն ունեն պարլամենտում հայտնվելու, մի քանի սկզբունքի շուրջ գալու համաձայնության իրար գոնե չվնասելու, նաև հետընտրական համագործակցությունով, ընդ որում էս էլ է շատ կարևոր, նայեք, անդադ մենք խոսում ենք այս անձի իշխանությունից, չէ՞, հիմա տենց Նիկոլ Փաշինյանը մենակով կառավարում է, էս անում դրանից առաջ էլ նախագահի ինստիտուտը սահմանադրության փոփոխության հարց է քննարկում, բայց այսօրվա իրավիճակում ակնհայտ է, որ այսօր ոչ մեկ 50%-ից ավել չի կարողանալու հավաքի, այդ գոնե կարծում եմ բոլորը ընդդիմադիրներն են ընդունում։ Ու մենք ունենալու ենք մի պատկեր, որ հաջորդ իշխանությունը ձևավորվելու է մի քանի ուժերի կոալիցիայով, ու հաջորդ իշխանության ձևավորման արդյունքում պայմանական վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը խորհրդարանում կարող է ունենալ 7 падգամավոր կամ 14 падգամավոր, այսինքն ինքը չի ունենալու մեծամասնություն, ու արդյունքում մենք ինչ ենք ունենալու։ Կառավարություն, որտեղ կա վարչապետ մի կուսակցությունից, ու պարլամենտական մեծամասնություն, որտեղ կան 3-4 ուժեր։ Ու վարչապետը այլևս չի կարողանալու падգամավորներին թելադրի, ուժային կառույցներին թելադրի, որովհետև իր կոալիցիոն գործընկերները, որոնք վարչապետ չեն, բայց պարլամենտում կան, սկսած բյուջեի, սկսած օրենքների մասով չեն լինելու վարչապետի ազդեցության տակ, ոնց այսօրվա իշխանությունն է։ Ու սա էլ է կարևոր, որ շանսը առաջին անգամ ի վերջո Հայաստանում ձևավորել խորհրդարանական իշխանություն։ Իսկ որ խորհրդարանում ձևավորված 3-4-5 ուժերը իրական իշխանություն կունենան, իսկ վարչապետը կլինի ուղակի մարդ, որը ուղակի զբաղեցնում է այդ պաշտոնը, ինչպես բազմաթիվ պաշտոններ, եւ այդ սուպեր վարչապետությունը նույնիսկ այսօրվա սահմանադրությամբ էականորեն կկոտրվի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես էլ Պարոն շնորհակալ Արաքելյան, ես շեշտում զրուցում եի Մեսրոպ Արաքելյան հետ, տեսություն կհանդիպենք։